Ողջույն հայրենակիցներ, համահայկական կարևորագույն խնդիրների մասին այսօր իմ զրուցակիցը եկեղեցիների համաշխարհային խորհրդում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, այդ խորհրդում փոխմոդերատոր Վիգեն arczepiskopos Այկազյանն է, ով կապի մեջ է Վաշինգտոնից։ Աստված օգնական Սրբազան։ Աստված բաղբանցես, շնորհակալ եմ հրավերին համար։ Սրբազան, դες տեղյակ եմ, որ վերջերս տեղի ունեցավ, հենց Վաշինգտոնում տեղի ունեցավ կրոնական ազատությունների համաժողովը, որին դուք մասնակցում եք։ Ասեք, ինչ օրակարգ էր եւ արդյոք հնարավոր եղավ հայկական այդպես հիմնախնդիրներ կամ հայկական խնդիրներ այնտեղ բարձրացնել եւ փորձել ինչ որ լուծումներ գտնել։ Գիտեք, ասի դարիները իվել գոյություն ունի եւ մենք ալ որպես ժողովուրդ փոքրամասնությունը մաս կգազմենք այս ժողովներուն այս տարի 140 երկիրները ներկայացուցիչներ եկած էին մենք ալ թիվով գրեթե 10-12 հոգի էինք եւ ինչ որ պետք է Ղարաբաղի վերաբերյալ անօգնի թե մարդուս հետ կդեսնեին թե խոսեին տելևիզիոները թե զանազան երկիրներն եկող խմբակներու հետ կդեսնեին կփաստադրեինք մեր վիճակը մասնավորապես քերիներու քաղաքական քերիներու 120,000 մեր քաղաքական ժողովրդին քրաբումը մեր երկիրին Արցախին ինչպես նաև գործանումը մեր հոգևոր հարստություններուն մենք հայերս միշտ սորված ենք գառուցել իսկ ուրիշներն ալ քանթած են եւ մենք ասիկա որպես բնապան ցույց կտանք բոլոր այն ժողովուրդներուն որոնք ներկայ գտնվին այս 3-4 օրվա ժողովին մի քանի հազար հոգի է ինչպես դուք ասիք փոխնախագահանալ ներկայ է արդեն եւ ուրիշ շատ կարեւոր մարդիկ աշխարհի զանազան կողմերեն եկած էին մենք հագարական ոչ կարեւոր բայց փորձեցին գնել այնիշ որ իրենք գնային իրենց ղեկավարները գնային իրենց ժողովուրդը գնային իրենց հոգևորականները գնային եւ պետք է խոստովանին որ մեր ցայնը շատ կլսվի մեր ցայնը ամեն կողմին կլսվի եւ մեր ստերուն կարեւորություն կդրվի եւ մենք գրեթե ամեն 8-10 հոգի 12 հոգի գերտան ամեն մեկ տասախոսին ջարը գլսենք եւ կփերենք մեր նպաստը նաեւ թե ինչ կպատահի Ղարաբաղի մեջ թե ինչ պատահի ստավ եւ ինչ կրնա պատահի Այո նաեւ այն մշակութային ցեղասպանությունը որ հիմա շարունակվում է կարծում եմ այդ կառույցները նմանատիպ կառույցները բավականին մեծ ազդեցություն կարող են ունենալ ընդհանուր քաղաքական հասկանում եմ սա հասարակական կառույց է մշակութային կրոնական եւ այլն բայց ամեն դեպքում իրենք ազդեցություն ունեն չէ քաղաքական գործընթացների վրա եւ ընդհանրապես քաղաքական ղեկավարության վրա լինի դա Միացյալ Նահանգներ թե այլ երկրներ Գիտեք շատ ազդեցություն ունին օրինակի համար մեր նախագահը ինքը Հայաստան այցելած է մեր պետության ներկայացուցիչները դեսնված է հոգևոր պետության հետ կաթողիկոսին դեսնված է եւ վերադարձած է եւ քաղաքական մարդ է ինքը նախկին սենատոր է նախկին երեսփոխան է նախկին գավերներ է եւ այսօրվա փոխնախագահին ալ շատ մոտ բարեկամն է ինչպես նաեւ նախագահ Թրամփին այսոնց աստեցությունը շատ է ներողություն դուք նկատի ունեք եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահը չէ Asta կրոնական ազատություններ, այո։ Այո։ Եվ մեզմով հետաքրքրված են եւ համոզված են որ անարդարություն կլա եւ իրենց ցայնը անշուշտ շատ ավելի գլսվի քան թե մեր ցայնը մենք ալ գործենք գնել ոչ միայն մենք երկենք մեր երկը այլ մեր երկը ուրիշներում իջավ երկել դանք Այո դա շատ կարեւոր է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մասին եմ ուզում ձեզ հարցնել իհարկե դա շատ հայտնի կառույց է եւ ավելի ազդեցիկ ես կարող եմ ասել ինչ հնարավորություններ եք տեսնում այսօր գիտեք ինչպիսի խնդիրների առաջ է կանգնած մեր հանրությունը եւ մեծ ակնկալիք կա հենց եկեղեցուց հենց այդ կառույցների միջոցով մեր ձայնը հասանելի դարձնելու ինչ հնարավորություններ կան այնտեղ եւ ինչ է արվում այդ ուղղությամբ եթե կարող եք մանրամասնել Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդը
352 եկեղեցիները փաղկացած է եւ 600 միլիոն հետևորդ, որոնք կետրոնն է Զվիցերիա։ 2023-ի սեպտեմբերի 19-ին պատերազմին եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը եւ Շվեյցարիո փոխական ազգային եկեղեցիներու նախագահ եւ ես միասին Լաչինեն 1 կիլոմետր հեռու գտնվենք։ Ուզենք Լաչին մտնել, բեզի գետուցին, որ պատերազմը կնա սկսել եւ վնաս կնան հասնել։ Անոնք հոնդերեն դակավին Երևան էշմիազի չվերաթարցած սրճարանի մեջ նստեցան եւ մեսաժ մղրգեցին աշխարհին, որ ահավասիկ ինչ կբադահի գոր հայ ժողովրդին, ինչպես կդարաբեցնեն այս ժողովուրդը, ինչպես ժողովրդին առանց ուդելիքի, առանց խմիչքի, առանց թեղորայքի գբահեն եւ իրենց այդ ինտերվյուն նույն օրը CNN-ի եւ Euronews-ի մեջ տրվեցավ եւ անշուշտ վերաթարնալեն հետոյալ իրենք կասին հայտարարություններին ինыбաս Հայաստանին ոչ միայն ինыбաս Հայաստան այլ ճշմարտությունը հասադրեցին ճշմարտությունը ասին ինչ որ տեսան եւ ասին որ այնինչ որ մենք կլսեինք լրիվ դարբեր է այնինչ որ մեր տեսածեն հայ ուրեմն այդ հիմնարկը դակավին գշանագի ինыбաս հայ ժողովրդին ամեն տեսակի հայտարարություններ ունել եթե պետք է անշուշտ այո իսկ արդյոք կա միաբանություն օրինակ հայկական հարցերում թե կան այսինքն հասկանում դա հոգևոր եկեղեցականների կառույց է բայց ամեն դեպքում մենք շատ լավ գիտենք որ մեր երկրի թշնամիները ինչպես են աշխատում տարբեր երկրների միջոցով եւ այլն ես լոբիստական արդյոք միա բան կարծիք կա հայկական հարցերում եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ թե այնուամենայնիվ կան երկրներ որոնք կարծես փորձում են ընդդիմանալ այն օրակարգերին որ դուք եք առաջ քաշում Գիտեք էշմիածինի ներկայացուցիչները դարիների վեր այդ ուղղությամբ աշխատին եւ շատ հաջող են եւ դակավին միջի հիմա չեմ տեսած երկիրը կամ երկիրը ներկայացուցիչ է կամ եկեղեցվով ներկայացուցիչ է հարցակի Հայաստանին հայ ժողովրդին կամ Ղարաբաղին կամ Արցախին վրա չէ բադ հասարակ բան եւ գոսամ չի բադ է որովհետեւ մեր թադը արդար թադ մնա եւ մենք խապեբայությամբ ստախոսությամբ գաշարգերությամբ չէ որ մեր կողմը քալեցենք արդարությամբ ճշմարտությամբ եւ խաղաղությամբ այո Սրբազան ուզում հարցնել ձեր կարծիքը Միացյալ Նահանգների այսօրվա իշխանությունների վերաբերյալ ես իհարկե ընդունում եմ որ նախկին իշխանությունները ճանաչեցին ցեղասպանություն եւ այլն բայց Արցախի հարցում կարծես թե ամերիկյան նախկին իշխանությունները այդպես էլ չկարողացան օգնել հայ ժողովրդին եւ ըստ էության իրենց աչքի առաջ Արցախ հայաթափվեց եւ հիմա կարծես թե ինչ որ մի հույս կա որ Թրամփի ադմինիստրացիան որը հենվում է նաեւ քրիստոնեական արժեքների վրա եւ այսօր փորձում է այդ արժեքները տարածել նաեւ աջակցել ու պաշտպանել քրիստոնեական համայնքներին կարող է ինչ որ մի բան անել մեր ազգի համար մեր հայրենակիցների համար դուք այդպիսի հնարավորություն տեսնում եք Ուսենից երբեք պետք է գտնենք պետք է միջոցները ծևերը գտնենք այս նոր կառավարության հետ կապի մեջ մտնելու իրենց հետ նստելու իրենց հետ խոսելու ես եղած եմ նախագահին հետ տեսնված եմ իր առաջին թերմին այսօր նորին արիտներ պիտի ստեղծենք մեր թադը պաշտպանելու մեր արդար թադը պաշտպանելու համար փոխնախագահ շատ մոդ է հայերուն մոդ բարեկամներ ունի եւ հայ եկեղեցին այսելած է իր ընդրութենեն գրեթե 1-2 ամիս առաջ անոնց հետ գաբի մեջ կմտնենք կան ուրիշ բարձրացիջան հայեր որոնք պաշտոններ արած են անոնց միջոցով գուցենք բանունել բանի արդակին կորդոս նախարարը բավական հայամետ է եւ իր հայտարարություններով նախքան արդակին կորդոս նախարար լալը իր հայտարարությունները ինыбաց Արցախին հատկանշական են եւ անշուշտ ասմարտուց հետ ամեն գոմեն ամեն անգյուրեն կփորձենք կապ բայել եւ խոսել եւ տեսնել գոսամ արդարությունը մեջ եկել է
Իսկ այս վերջի շրջանում ինչ որ շփումներ եղել են որևիցե պաշտոնյայի հետ ձեր կողմից։ Շփումներ եղած են, այո, գարկու շփումներ եղած են։ Բայց չեք ուզում բացել թեման։ Չէ, դա ժամանակը չէ։ Գիտեք, ջաշի եփվելն հետո գուտեն։ Այո։ Տեսեք, նախագահ Թրամփը մինչև ընտրությունները հեռախոսազրույց ունեցավ Արամ առաջին կաթողիկոսի հետ, հետո ինչ որ շփումներ են եղել։ Հիմա ասես այդ եւ ինչ որ խոստում տրվեց, որ նույն այդ արցախցիների վերադարձի հետ կապված եւ այլն։ Հիմա մենք կարող ենք ինչ որ ակնկալիքներ ունենալ, որ սայլը տեղից կճոճվի։ Նայած մենք քարտերը ինչպես կխաղանք։ Նայած թե մենք մեր քարտերը ինչպես կխաղանք։ Եթե լավ խաղանք, նա հույս ունենք։ Եթե սխալներ գրտնենք, մի քիչ դժվար կլինի։ Բայց մենք կփորձենք այդ սխալներեն շատ բաներ սորվել եւ նույն սխալները չգրտնել։ Ես հույս ունեմ, ես անձնապես հույս ունեմ, որովհետեւ ինքը նախագահ ինքը գճանչնա հայ ժողովուրդը իր սազը ինձի օ շատ խելացի եւ աշխատասեր ժողովուրդ մրեք դուք։ Մեկ ճշտող հարց, դուք հանդիպել եք նախագահ Թրամփին։ Այո, բայց ոչ երկրորդ ընտրությունն առաջին ընտրության ժամանակ հանդիպեցա։ Եվ նա պատկերացում ուներ հայկական հարցերի վերաբերյալ այն ժամանակ։ Այո, շատ պատկերացում ուներ, շատ։ Այս անգամ իրավիճակը իհարկե այլ է, քանի որ այնտեղ կան իրեն շրջապատող հայամետ գործիչներ, որոնք շատ ավելի լավ տեղյակ են, նույն Մարկո Ռուբիոն, Թուլսի Գաբարդը, շատ ճիշտ եք։ Եվ ըստ ձեզ այսօր Հայաստանի իշխանությունը այդ ամենը կարողանում է օգտագործել։ Այն ինչ որ դուք եք անում, դա շատ գնահատելի է, նաև հայկական մի շարք այլ կազմակերպություններ են աշխատում հայկական հարցերի։ Իսկ Հայաստանի իշխանությունների մասին ինչ կասեք։ Հայաստանի իշխանություններն ինչ ռազը չեմ գիտեր, պետք է խոստովանեմ, բայց ես կգործեմ եւ կհավատամ, ասե տեսփանուհին անդադար քիշեր-ցերեկ իրար գխարնե եւ գործե գաբի մեջ մտնել, հաղորդակցության մեջ մտնել, մարդիկ տեսնել, բարձրաստիճան բաշոններն հետ գաբ ունենալ եւ այդ կողմեն ես ուրախ եմ, շատ լավ գործ կտեսնեմ։ Գերիների հարցում ինչ հույսեր կան, Սրբազան։ Տեսեք, մենք տեսանք վերջին քանի օրերին, որ խոշտանգվում են։ Այսօր կարելի ասել հայկական օրակարգի թիվ 1 հարցը պետք է լինի գերիների շուտապույտ ազատումը։ Դուք ինչ ճանապարհ եք տեսնում այդ մարդկանց ադրբեջանական գերությունից ազատելու, խոշտանգումներից ազատելու եւ վերադարձնելու։ Օրինակ այսօր հենց Ռուբեն Վարդանյանի փաստաբանը, որ ազգությամբ հայ չէ, կարծես թե հանրահայտ այդպես փաստաբան է, կոչ է անում դիմել օրինակ Հայաստանի իշխանություններին դիմել Թրամփին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Դուք ինչ տարբերակներ եք տեսնում, ինչպես պետք է լուծվի գերիների հարցը։ Մենք միջազգային քրիստոնյա հիմնարկներու միջոցով այդ թիմումները կգադարենք եւ մենք թերևս ստիսիկ մայրացոսու Պեշմիածինի հրահանգով հոկտեմբեր 10-ին աշխարհի բոլոր եկեղեցիներու մեջ աշխարհի բոլոր եկեղեցիները եւ որ գսեմ մեջ լալով կաթոլիկ եւ փոքականները, որոնք միլիարդավոր ժողովուրդ են, աղոթեցին քերիներուն համար եւ իրենց վերաթարցին եւ խնդրեցին Ադրբեջանի կառավարությանն, որպեսզի այդ քերիները յետ վերաթարցնեն։ Մենք այդ աշխատանքը դակավին կդանենք եւ թվականները եւ չեմ գնալսել, ասի գիտեմ, բայց չեմ ուզելսել, շատ կարեւոր ուրիշ ժողով ունենք, որ 250 մասնակիցներ աշխարհի ամեն կողմեն պիտի հրավիրենք եւ այս ուղղությամբ պիտի խոսենք։ Պիտի լսենք մոտ ադենեն, դակավին մենք հայտարարելու կամ ես հայտարարելու իրավունքությունը, որտեղ եկեղեցին համաշխարհային խորհուրդն է գազմագերբող։ Այո։ Ըստ էության ձեր պաշտոնը դիվանագիտական պաշտոն է, այդպես կարող ենք ասել։ Եվ հոգևոր դիվանագիտություն։ Այո, հոգևոր դիվանագիտություն։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, իհարկե, եւ շնորհակալություն լավ գործի համար, եթե ավելացնելու որևիցե բան ունեք, խնդրեմ, Սրբազան։ Շնորհակալություն ձեզի, խաղաղություն մեր երկրին, խաղաղություն մեր Արցախին եւ շատ անհամբեր կսպասենք մեր քերիներուն վերաթարնալը
իրենց հայրենիքը։ Շատ շնորհակալ եմ եւ հուսամ, որ մենք միշտ կապի մեջ կլինենք, կփորձենք տեղեկացնել մեր հեռուստադիտողներին, մեր հանրությանը, մեր հասարակությանը եւ ազգին, թե ինչ է կատարվում հենց Վաշինգտոնում, որտեղ որ աշխարհի քաղաքականությունն է որոշվում հոգեվոր դասի միջոցով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաեւ ձեզ, սիրելի այրնակիցներ, ես զրուցում էի Վիկեն arczepiskopos Այկազյանի հետ, ով եկեղեցիների համաշխարհային խորհրդում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչն է եւ այդ խորհրդի փոխմոդերատորը։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։